Ես երազանք ունեմ, որ մի օր Հայաստանը, որ խեղդվում է անարդարության եւ ճնշման տոթից, կվերածվի ազատության ու արդարության երկիր, որտեղ մտավորականը, հոգեվորականը, բարերարն ու ազգային գործիչը չեն լինի բանտերում կեղեքված, այլ հնարավորություն կունենան լծվելու պետականաշինության գործին։ Այո, հայը հաղթելու է, ձեռք ձեռքի, իր միասնությամբ, հայրենիքում եւ սփյուռքում, այն միասնությամբ, որից վախենում է մեր թշնամին եւ վախենում են նրա կամակատարները մեր պետության ներսում։ Իրովականը ընդհանուր իմ համար երազանքների քաղաք է։ Մի անգամ ասել եմ, բայց այստեղ էլ եմ ուզում ասեմ, ամեն անգամ անցնելով Իրովականով ես միշտ երազել եմ, մտածել եմ այն Հայաստանի մասին, որը մենք բաց ենք թողել, որը կարայինք ունենայինք, ինչի մասին ենք երազում։ Այն Հայաստանի, որը որ գիշեր ցերեկ աշխատելու է վերականգնի իր քաղաքները։ Որովհետև եթե մեր երկրի երրորդ քաղաքը ամեն 7-8 տարին մեկ բնակչությունը իջնում է, մարդիկ գնում են Հայաստանից, ինչ ենք մենք ուզելու մեր երկրի փոքր գյուղերի համար։ Մեր ցանկությունը աշխատանքով ապահովելն է մեր քաղաքին։ Ոչ միայն Վանաձորին, Վանաձորը Լորվա մարզի քարշող ուժն է, շարժիչ ուժն է։ Եթե մենք կարողանանք ստեղծել այնպիսի տնտեսական միավոր, նենց մեր տնտեսությունը զարգացնենք, որ Վանաձորում զբաղվածության հարցը փորձենք լուծել, ես վստահ եմ, որ Լորվա մարզը կդադարի լինել ամենաաղքատ մարզերից մեկը։ Ու մենք այն հին ժամանակների նման որպես կենտրոն կգանք այս քաղաք ու կվայելենք մեր քաղաքը։ Համոզված եմ, որ բոլոր մեր նախաձեռնություններն ու գործերը հաջողությամբ են սակվելու, որովհետև մեր գործը արդար է, ձեր ասած խոսքով հույս եւ հավատ ենք բերելու եւ պատահական չի, որ մեր ձևով շարժման կողքին այսքան մեծ հասարակության ներկայացուցիչների քանակ կա եւ համոզված եմ, որ այդ քանակը գնալով ավելանալու է։ Վանաձորը ու ընդհանրապես այս շրջապատը պետքա պետությունը այս նենց չի չունի պետությունը միջոցներ, նենց չի հայ բիզնեսմենները թույլ են։ Ուղղակի պետքա բոլորի հետ ոչ թե կռվել, այլ բարիշ բոլորին բերել, ասել դու ես համայնքով դու ես զբաղվում, ես համայնքով դու ես զբաղվում։ Փող դիր, հիմնարկ սարքի մարդիկ գործի տեղ ունենան, որ մի տեից էլ հանեն, ասենք մի բան եղավ հանեն, ուրիշ գնալու տեղ ունենան։ Մեր առաջարկը Հայաստանի համար էս է։ Ամեն ինչ լավ կլինի, եթե մարդիկ ապրոստ ունենան։ Հիմա մեր մոտ մի հատվածում գյուղը այդ ձևի կառուցվել է ու ճանապարհը լրիվ վնասվել է։ Ջրմուղը իր հերթին է հաթաթան է այդ քարերը, իր գործը արել սենց ուգարոկներով նույն ձևի տեղը դրել, ոբշեմ սելաֆաջրերը իրանց գործն են արել, այդ ամենը նրանից է, որ հիմնավոր ձևով չի կատարվում շինարարական աշխատանքները։ Եթե հնարավոր է, ձեր ձևերով միջամտեք, այդ գործին հա, ձեր ասածը